խնամված լինելն է, Չերչինյան Cosmetics։ Բարև Մեդինֆորմի բոլոր հեռուստադիտողներին, ողջունում եմ ձեզ մեր ծրագրում, այսօր զրուցել ենք Վահանաձև գեղձի կարևոր կատարվող ֆունկցիայի մասին, ինչպես նաև դրա հետֆունկցիայի մասին։ Շատ տարածված է այս խնդիրը, հատկապես Հայաստանում, որը համարվում է 7 պակասային զոնա, եւ այդ պատճառով էլ Վահանաձև գեղձի խնդիրները այսչափ տարածված են մեր տարածաշրջանում։ Այս թեմայի շուրջ ես իրավ զրուցել եմ եկել Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, ինչպես նաև գենետիկայի կենտրոնի բժիշկ էնդոկրինոլոգ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է, որ իմ զրուցակիցն եք։ Նմանապես ես շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ ես, բժշկուհի, եւ այսպես Վահանաձև գեղձի թերֆունկցիա։ Գիտեմ, որ խնդիրը անչափ տարածված է։ Խնդրեմ նախ սկսենք, թե ինչքանով է կարևոր Վահանաձև գեղձի դերը մեր օրգանիզմի համար։ Իհարկե, Վահանաձև գեղձը լինելով շատ փոքրիկ էնդոկրին գեղձ ներզատական համակարգում շատ մեծ ֆունկցիա է կատարում, քանի որ առանց Վահանաձև գեղձի նորմալ ֆունկցիայի հնարավոր չէ նորմալ բնականon գործունեություն։ Եվ մի փոքր նշեմ, որ Վահանաձև գեղձը չնայած իր փոքր չափերին ունի շատ մեծ դերակատարություն, քանի որ ինքը կարգավորում է մեր բոլոր նյութափոխանակությունը, ավելի պարզ բացատրած գուցե նշեմ, ինքը նյութափոխանակության կառավարման վահանիկն է մեր օրգանիզմում կամ վահանակն է, եւ ավելի հաճախ մենք այսօր կխոսենք թերֆունկցիայի մասին, ինչու, քանի որ սկզբնական շրջանում այս հիվանդությունը կարող է ընթանալ աննկատ առանց որևէ արտահայտված կանգատների, բայց մի փոքր անց մարդիկ նկատում են, որ իրենց կյանքի որակի վրա սկսում է բացաբար անդրադառնալ։ Վահանաձև գեղձի թերֆունկցիան հիմնականում բնորոշվում է մարդու ապրելակերպում ներկայացնում ինչպիսի փոփոխություններով, քաշի ավելացումն է ամենառաջին պատճառը, քանի որ ինչպես նշեցի, որպես դիրիժոր մեր Վահանաձև գեղձը կարգավորում է։ Հաջորդը մենք ունենում ենք սրտի ռիթմի խանգարումներ, տրամադրության անկումներ, հատկապես իգական սեռերի մոտ աշտանային ցիկլի խանգարումներ։ Այս սրտի ռիթմի խանգարումները նկատելի են, մարդը կարող է դա զգալ։ Իհարկե, սրտի ռիթմի խանգարումները երբեմն կարող են, իհարկե մենք շատ հաճախ պետք է տարանջատենք նաև նեյրոգեն բնույթից նյարդահոգեբանական այսպես ասած ստատուսը գնահատելով։ Շատ հաճախ ունենում ենք մենք սրտի ռիթմի խանգարումներ, պայմանավորված հենց բուն էնդոկրին համակարգով, բայց նաև կարող է ուղեկցվել նյարդաբանական խնդիրներով։ Դրա համար, որպեսզի կարողանանք տարանջատել, այստեղ պետք է հստակ մենք չզբաղվենք ինքնաբուժությամբ, այլ ժամանակին դիմենք մասնագետի, որովհետև էնդոկրին համակարգից հատկապես այս շատ արդի թեման, որի մասին քննարկում ենք Վահանաձև գեղձը, ինքը շատ տիպիկ գանգատներ չի նշում։ Ինչու, որովհետև այդ նույն կյանքի որակի անկումը պայմանավորված մեր աշխատունակության վատ քնի որակը, այդ բոլորը կարող են դեր ունենալ, բայց որպես այդպիսին սպეციფიկ իր գանգատներ մենք Վահանաձև գեղձի թերֆունկցիայի դեպքում չենք նշում։ Իսկ ինչը վերաբերում է այդ քաշի ավելացմանը, սրտի ռիթմի խանգարմանը, մենք պարտավոր ենք հասկանանք դա ուղեկցվում է սրտի ռիթմի արագացմամբ, թե դանդաղմամբ, դա, որը երկուսն էլ բնորոշ են Վահանաձև գեղձի թերֆունկցիային։ Բայց երկուսն էլ թերֆունկցիայի։ Ինքը հիմնականում բնորոշ է թերֆունկցիային Վահանաձև գեղձի սրտի ռիթմի դանդաղումը, բայց մենք կոմպենսատոր անգամ կարող ենք հանդիպել հակառակը, սրտի ռիթմի։ Այս դեպքում երևի թե առաջինը պետք է դիմել հենց էնդոկրինոլոգին, այո, ոչ թե սրտաբանի։ Իհարկե, շատ հաճախ մենք զուգակցվածել ենք անում, իրենք ունենում են սրտի ռիթմի խանգարում, առաջինը մտածում են, որ գուցե սա ինչու ոչ սրտաբանական խնդիր է, բայց չենք մոռանում, որ մեր համատեղ եւ թիմային աշխատանքի արդյունքում, երբ որ հերկվում է որևէ խնդիր կամ ժխտվում է սրտաբանական, անմիջապես հաջորդը լինում է էնդոկրինոլոգի խորհրդատվությունը։ Սա ցայտուն ախտանշաններից մեկը կարող ենք դիտարկել, այլ ինչ ախտանշաններ կան, որոնց հարկ է ուշադիր լինել։ Այո, առաջին, երկրորդ, երրորդ, այսպես ասած, этаպում կարող ենք նշել մարսողական համակարգի խանգարումները եւ Վահանաձև գեղձի հիվանդություններով ավելի շատ ներկա պահին տառապում է մեր ազգաբնակչության մոտ իգական սեռերը, կանայք եւ ինչու ոչ նաեւ տարեցների մոտ ենք հանդիպում, ի համեմատ տղամարդկանց։ Միջին երևի ստատիստիկ տվյալներով ձեզ ներկայացնեմ, մեր ազգաբնակչության մոտ մոտավորապես 5-ից 8 անգամ ենք ավելի հանդիպում ենք իգական սեռերի մոտ ի համեմատ տղամարդկանց։ Չնայած որ վերջին տարիներին արդեն մենք ըստահակի տվյալներով չունենք յոդ դեֆիցիտային, այսպես ասած, կարգավիճակ մեր երկրում, բայց չենք մոռանում պայմանավորված մեր բնակչության, այսպես ասած, մարզերում տեղակայված գործոնով մենք ռիսկը մեծանում է յոդ դեֆիցիտային, այսպես ասած, խնդիրների։ Բժշկուհի, այ ինչ կենսակերպի մեջ կարելի է սովորույթներ ներառել, որոնք կարող են գոնե կանխել այս հիվանդությունների այսչափ տարածումը։ Գիտեք, առաջին հերթին նախ մեր ապրելակերպում մենք այս պահին չունենք շատ լուրջ, ասում եմ, մտահոգություն, բայց մենք կանխարգելման մասին մի փոքր կխոսենք։ Առաջինը յոդացված աղի կիրառումն է մեր ծննդակարգում, իհարկե չպետք է մոռանանք իր չափաբաժնի մասը, որովհետև դա մեր առողջ ծննդակարգի որևէ հատվածը պետք է կազմի։
վաղի մեծականակ ընդունումը դա արդեն ունի իր կողմնակի եւ բացասական ազդեցությունը։ Եվ երկրորդ տարբերակը, երբ որ մենք ունենում ենք որևէ խնդիր կամ ախտորոշված վահանաձև գեղձի խնդիր, չպետք է զբաղվենք ինքնաբուժությամբ ինչու համար, քանի որ ցանկացած յոդի պրեպարատների կամ պատրաստումների ընդունումը կամ թեկուզ եւ հավելումների ընդունումը իրեն կարող են բացասաբար ազդել, քանի որ մենք չգիտենք մենք կառուցվածքորեն որևէ խնդիր ունենք թե չէ վահանաձև գեղձում, դա վերաբերում է հանգույցներին, որոնք կլինեն այդ պահին արդեն հակացուցում։ Դրա համար վահանաձև գեղձը, քանի որ ինքը կարևոր կենսապայման է մեր առողջ գործունեության համար, մենք պետք է առաջին հորդորը չզբաղվենք ինքնաբուժությամբ եւ որևէ պրեպարատների ինչը վերաբերում է վահանաձև գեղձին չխմենք առանց բժշկի նշանակման։ Այո, միանշանակ, քանի որ խնդիրը կարող է միանշանակ ավելի խորանալ, իհարկե։ Ես կցանկանայի նշեի կապը այլ օրգան համակարգերի հետ, եթե խախտվում է վահանաձև գեղձի։ Այո, եթե վահանաձև գեղձի խնդիր ունենք, երկրորդը իր ամենահաճախ հանդիպողը դա մարսողական համակարգն է, քանի որ ինքը բերում է պերիստալտիկայի դանդաղման ամենահաճախ հանդիպողը դա փորկապությունն է, որը մենք ելի միասին աշխատում ենք գաստրոենտերոլոգների կամ աղեստամոքսաբանների հետ միասին, եւ երկրորդ ամենահաճախ հանդիպողը, ինչպես նշեցի արդեն, դա սիրտանոթային համակարգն է։ Իհարկե մենք խորը, այսպես ասած, ոչ կոմպենսացված կամ բարդացած դեպքում հիպոթիրոզ հիվանդության, այդ նույն վահանաձև գեղձի թերֆունկցիայի, ունենում ենք այլ բարդություններ, բայց ամենահաճախ հանդիպողը, քանի որ հիպոթիրոզը ավելի վաղ հայտնաբերվող խնդիր է, այսպես ասած, ժամանակակից բժշկությունը մեզ թույլ է տալիս, որ մենք ավելի վաղ հայտնաբերենք, մենք չենք թողնում, որպեսզի պացիենտը հասնի, այսպես ասած, այդ բարդացած փուլին։ Դա իսկ հիմնականը դա սիրտանոթային եւ աղեստամոքսաբանական խնդիրն է, որ շատ հաճախ զուգակցվում է այս երկու։ Խոսենք ամենաբար դեպքից, երբ արդեն հեռացված է վահանաձև գեղձը, հարցս նրանում է, թե որքանով է օրգանիզմը բնականon աշխատում, այս դեպքում հնարավոր է արդյոք այդ լրացուցիչ պրեպարատներ ընդունելով օրգանիզմը պահել։ Այստեղ նախ մենք պետք է հասկանանք, եթե վահանաձև գեղձը հեռացված է, նախ մասնակի հեռացման մասին է խոսքը թե ամբողջությամբ, որովհետեւ այստեղ հիմնական մեր բուժման տակտիկայում փոխարինող թերապիայի պարագայում մենք որևէ տարբերություն չունենք բուժման սխեմայում, եթե ամբողջությամբ հեռացված է, պետք է տարբերակիչ ախտորոշում անենք, թե վահանաձև գեղձի ուռուցքաբանական որևէ խնդիր ենք ունեցել, թե հանգուցավոր խփիպն է եղել պացիենտի մոտ, վիրահատությունը կատարվել։ Իսկ այս դեպքում այո, մենք հիմնականում կիրառում ենք այդ լևոտիրոքսինով փոխարինող հորմոնալ թերապիան, որը որ արտադրվում է մեր վահանաձև գեղձում բուն։ Մենք այնտեղ ունենք 3 հորմոններ արտադրվող վահանաձև գեղձում, ակտիվ տարբերակը դա տրիոթիրոնինն է, ոչ ակտիվը դա թիրոքսին հորմոնն է, որը որ մեր երկրում կիրառում ենք այդ լևոտիրոքսին պրեպարատը, եւ ունենք նաեւ մեկ հորմոն, որը արտադրվում է վահանաձև գեղձում, դա կալցիտոնինն է, որը համարվում է օնկոմարկեր եւ պատասխանատու է վահանաձև գեղձի չարորակ հանգույցների տարբերակիչ ախտորոշման համար։ Այո, բժշկուհի, որքան ժամանակը մեկ պետք է վահանաձև գեղձի իր բոլոր պարամետրերով եւ սոնոգրաֆիկ պատկերը ստանալ եւ արյան լաբորատոր։ Գրագետ կլինի մենք տարին մեկ անգամ ունենանք այդ բուժզննումը, հատկապես վահանաձև գեղձի հորմոնալ ստատուսը գնահատելու համար, ինչպես նաեւ գնահատելու կառուցվածքը։ Տարին մեկ անգամ հատկապես իգական սեռերի համար, ինչու ոչ նաեւ հղի կանանց շատ ցուցված է, ինչու, որովհետեւ սա ավելի դանդաղ ընթացող հիվանդություն է։ Ուղղակի կանխարգելիչ զննումը, այսպես ասած, հետազոտումը մենք ավելի վաղ ժամկետում կհայտնաբերենք, որպեսզի պացիենտներ հետագայում չունենան կյանքի որակի անկում։ Դա է մեր հիմնական։ Եվ շատերին վահանաձև գեղձը հետաքրքրում է զուտ այն առումով, որ կանանց այդքան հուզող թեման այն գիրանալը կամ ավելորդ քաշի խնդիրը հենց կապված են նախ եւ առաջ այս գեղձի հետ։ Իհարկե, որքանով է հնարավոր այս գեղձի ֆունկցիան կարգավորելով իսկապես ավելորդ քաշի ձեռնարկել։ Միանշանակ, եթե մենք ունենում ենք, քանի որ ես ինչպես կզում նշեցինք, միակ նյութափոխանակությունը կարգավորող էնդոկրին գեղձն է, մենք հստակ ախտորոշման դեպքում բժշկի կողմից գրագետ մոտեցումը անմիջապես կարող ենք ունենալ հստակ կառավարելի քաշ, հա, եթե դա պայմանավորված է վահանաձև գեղձով, քանի որ մեր քաշի ավելացումը նաև կարող է պայմանավորված լինել ոչ միայն վահանաձև գեղձով, հա, այդ վիճարպակալում հիվանդությունը, վահանաձև գեղձի խնդիրը կարող է լինել ընդամենը մեկ գործոն, իհարկե դա վերաբերում է վահանաձև գեղձի թերֆունկցիային, հա, դրա համար տարբերակիչ ախտորոշման համար մենք անպայման գրագետ ամասնագետի հետ խորհրդակցել, որպեսզի հասկանանք քաշի ավելացումը, որը որ շատ մտահոգող խնդիր է, հատկապես իգական սեռերի մոտ այս պահի դրությամբ, արդյոք պայմանավորված է միայն վահանաձև գեղձով, թե ունենք նաև մենք երկրորդ, երրորդային այլ պատճառներ։ Այո, եւ քանի որ էնդոկրինոլոգին դիմում է նաև շատ ճիշտ սնվելու համար, ճիշտ կենսակերպ վարելու համար, քանի որ այս կաբինետում է, որ ճիշտ ապրելակերպը, ասես, հստակեցվում է, կխնդրեի նշեք այն կարևոր քայլերը, որ պետք է առողջ վահանաձև գեղձ ունենալու համար պահպանել եւ ամենակարևոր սննդատեսակները, որոնք միշտ պետք է ներառել։ Գիտեք, այստեղ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք բալանսավորված սննդակարգին, ինչը դա իր մեջ ներառում, հիմնականում է ռացիոնում ածխաջրերի, ճարպերի եւ սպիտակուցների
մածների ճիշտ քանակությունը։ Օրվա առաջի կես պետք է ընդունել հիմնականում ածխաջուր, քանի որ դա է մեր հիմնականում գլյուկոզայի մետաբոլիզմի եւ քաշի կարգավորիչը, եւ օրվա երկրորդ կեսին ցանկալի է ավելի կերակշռող լինի սպիտակուցային սնունդը, ինչպես նաեւ բջջանյութ պարունակող սնունդը, քանի որ վահանաձև գեղձի խնդիրները կարող են բերել նաեւ նյարդաբանական խնդիրների, իրենք լինեն որպես խթան, նաեւ պետք է ունենալ բալանսավորված այդ քնի ռեժիմ ասվածը, քնի խնամք ասվածը, որը որ մեր ազգաբնակչության երևի կեսից ավելին չունի, ես կարծում եմ, որովհետեւ կախված մեր առօրյայից եւ աշխատանքային գրաֆիկից դա չի պահպանվում։ Վահանաձև գեղձի համար որպես այդպեսին մենք չունենք հստակ որևէ հատուկ ուտելի կամ սննդատեսակ, այո, որը կարող ենք առանձնացնել։ Միայն այստեղ կարևոր է մեր հորմոնների գրագետ սինթեզի համար առողջ բալանսավորված սննդակա։ Այդ առողջ հապսեի գաղափարը մենք պետք է բոլորս պահպանենք տարբեր տարիքային խմբում։ Բժշկուհի, եւ քանի որ ձեր աշխատանքային փորձը բավականին հարուստ է, հետաքրքիր ինչ եք նկատել վահանաձև գեղձի խնդիրները հիմնականում ժառանգական բնույթ են կրում, թե դրանք նաեւ սխալ կենսակերպի հետևանքներ։ Գիտեք, իհարկե ժառանգական նախատրամադրվածությունը ինքը շատ մեծ դեր ունի, չենք մոռանում, որ բոլոր հիվանդությունների մեջ ժառանգական նախատրամադրվածությունը դեր ունի, բայց այսօրվա դրությամբ ելնելով իմ աշխատանքային տարիներից ես կարող եմ ասել, որ մենք բոլոր տարիքային խմբում արդեն հանդիպում ենք վահանաձև գեղձի խնդիրներ եւ երեխաների մոտ եւ իքական եւ արական սեռերի մոտ, բայց որպես այդպեսին մենք հստակ չենք կարող իր պատճառը ասել, ինչու, որովհետեւ դեր ունի ինչպես ժառանգական նախատրամադրվածությունը, այնպես արտաքին միջավայրի գործոնները, մեր էկոլոգիան, ստրեսը, սննդային ռեժիմը, թե մենք ինչ ենք ուտում եւ ամենակարևորը այստեղ դեր ունի կարող է հանդիսանալ նաև խթան, մեր իհարկե դա վերաբերում է ավելի շատ վահանաձև գեղձի գերֆունկցիային, որևէ խնդիրները քթմպանի հետ կապված, հա, կամ վերին շնչական ուղիների ինֆեկցիաները։ Իհարկե դա ավելի շատ մենք տեսնում ենք վահանաձև գեղձի գերֆունկցիայի պարագայում։ Այո։ Շնորհակալ եմ կարևոր ինֆորմացիայի համար եւ մեր հանրության ինչ որտեղ նաև ուղղորդելու համար։ Կարևորը խնամված լինելն է։ Չարչինյան Cosmetics